Բարև բոլորին, հիմա կլուծենք հանրահաշիվ 11-ից 646 համարի առաջադրանքը, պահանջում է լուծել հետևյալ հավասարումը, որտեղ f(x)-ը հավասար է -x - 9 հարաբերած 6x - 18-ի։ Հաջորդ տեսանյութում էլ կլուծենք 647 համարը, որը նմանատիպ վարժությունը արդեն աստղանիշով։ Հիմա ինչպես լուծել այս հավասարումը։ Ինչպես տեսնում ենք, մեզ պետք է գտնել f-ը 0-ում և հաշվել, այսինքն գտնել f(x) ֆունկցիայի ածանցյալը, որից հետո մենք կունենանք ինչ-որ հավասարում x-ից կախված, որը լուծելով կլուծենք տվյալ հավասարումը։ Դե նախ եկեք ամենահեշտից սկսենք, f-ը 0-ում, պարզենք ինչ արժեք է ընդունում։ F-ը 0-ում հավասար է -0 - 9 հարաբերած 6 անգամ 0 հանած 18, կստացվի -9 հարաբերած -18-ի, մինուսը մինուսի պլյուս կտա 9-ն էլ 18-ի հետ կրճատման մնում է 1/2, ստացվում է f-ը 0-ում հավասար է 1/2, հիմա f'(x)-ը, f'(x)-ը դա -x - 9 հարաբերած 6x - 18-ի ածանցյալն է, ու խորհուրդ կտամ, որ հանկարծ այս -x - 9 հարաբերած 6x - 18 արտահայտությունը չձևափոխեք, որովհետև երկար բարակ կձևափոխեք, ինչ-որ բանի կգաք, հետո դա կածանցենք, դա ավելի երկար կլինի, քան թե պարզապես քանորդի ածանցման բանաձևը կիրառելը, հա։ Ըստ քանորդի ածանցման բանաձևի f ժերորդ շտրիխը ինչն է, f' ժ հանած j'(f) հարաբերած j քառակուսու, չէ։ Հիմա f' -x - 9-ի ածանցյալ կլինի -1 անգամ jx-ը 6x հանած 18-ը հանած jx-ի ածանցյալը, այսինքն 6-ը անգամ f(x), այսինքն -x - 9 եւ հարաբերած 6x - 18-ի քառակուսու վրա կստացվի, եկեք ներքևից ազատ գրենք, հա, -6x գումարած 18 գումարած 6x գումարած 54 հարաբերած 6x - 18, եթե 6-ը ընդհանուր հանենք, քառակուսուց դուրս կգա 6-ի քառակուսն, այսինքն 36-ը, տակը կմնա x - 3 բարձրացրած քառակուսի։ Ու սա կլինի -6x + 6x, x-երը կրճատվան, ստացվում է 18 գումարած 54, 54-ի մեջ 3 հատ 18 կա, այսինքն ստացվում է 4 հատ 18 հարաբերած 36-ի մեջ 2 հատ 18 կա, 2 անգամ 18 անգամ այդ x - 3-ի քառակուսին, սրանք կրճատում, մնում է 2, լնում է 2-ը հարաբերած x - 3-ի քառակուսի, վերջ, շատ արագ գտանք ածանցյալը։ Հիմա պետք է ածանցյալը հավասարացնենք f0-ն հարաբերած x-ի, այսինքն 2-ը հարաբերած x - 3-ի քառակուսին հավասարացնենք f-ը 0-ում դա 1/2-ն է հարաբերած x-ի, այսինքն 1/2 հարաբերած x, որը նույնն է թե գրենք 1-ը հարաբերած 2x-ի, ու պետք է լուծել 2-ը հարաբերած x - 3-ի քառակուսին հավասար է 1-ը հարաբերած 2x պարզագույն հավասարումը։ Դե ո՞նց ենք լուծում։ Ընդհանուր հայտարար կարելի է բերել 2x անգամ x - 3-ի քառակուսին, այստեղ կստացվի 4x հանած այդ x - 3-ի քառակուսին հավասար է 0-ի։ Դե միանգամից բերեցի ցախ մաս 1-ը հարաբերած 2x-ը, ընդհանուր հայտարար բերեցի, միանգամից գրեցի, էլի, սովորեք դուք էլ միանգամից գրել էլ, քայլ առ քայլ չանել։ Ու հիմա ստացվում է ինչ, կոտորակը հավասար է 0-ի, կոտորակը երբ է հավասար 0-ի, երբ որ համարիչը հավասար է 0-ի, պայմանով, որ հայտարարը հավասար չէ 0-ի, որպեսզի կոտորակը իմաստ ունենա։ Իսկ երբ կոտորակի հայտարարը հավասար չէ 0-ի, այսինքն մեր թույլատրելի արժեքների բազմությունը, հա, երբ որ 2x անգամ x - 3-ի քառակուսին հավասար չէ 0-ի, սա համարժեք է, քանի որ արտադրյալ է, պետք է կամ x-ը հավասար չլինի 0-ի, կամ է x - 3-ի քառակուսին հավասար չլինի 0-ի, այսինքն նույնն է թե x-ը պետք է հավասար չլինի 0-ի, կամ է x - 3 հավասար չլինի 0-ի, այսինքն x-ը հավասար չլինի 3-ի։ Այսա մեր թաբն է։ Հիմա թաբը կա, եկեք ուղղակի համարիչը հավասարացնենք 0-ի, 4x հանած x - 3-ի քառակուսին կլինի հավասար 0-ի։ Դե եկեք ուղղակի բացենք փակագծերը, կլինի 4x հանած x քառակուսի գումարած 6x հանած 9 հավասար է 0-ի։
Այստեղ կողքը միանգամից գրենք, եկեք տանենք հավասարման աճ մաս x-երը, որպեսզի x քառակուսու գործակիցը դրական լինի, կլինի x քառակուսի 4x + 6x-ը գումարած 10x-ը տանենք ենքով կլինի -10x, ესე կդառնա գումարած 9 հավասարը 0։ Եկանք հասարակ քառակուսային հավասարման։ Դե ոնց են լուծում։ Այս տեսեք, այս -10-ը ու 9-ը այնպիսի թվեր են, որ կարելի է շատ արագ կիրառել Վիետի թեորեմը։ Իսկ Վիետի թեորեմը ինչ ասում, ասում է արմատների գումարը պետք է լինի -b(i)-րդ, այսինքն -10-ը հարաբերած 1-ի, այսինքն 10, իսկ արմատների արտադրյալ c(i)-րդ, այսինքն 9 հարաբերած 1-ի, այսինքն 9։ Այդ որ երկու թվերն են, որոնց գումարը 10-ը, իսկ արտադրյալը 9-ը։ Ակնհայտ է, չէ՞, 1-ը եւ 9-ը։ 1 անգամ 9 հավասար է 9, 1-ին գումարած 9 հավասար է 10։ Այսինքն հետևում է, որ x1 հավասար է 1, x2-ն հավասար է 9։ Այս էլ մեր լուծումներն է։ Հիմա համեմատենք թաբի հետ, հանկարծ որ նենց չստացվի, որ մի արմատը մեր թույլատրելի արժեքների բազմությունից դուրս է։ Տեսեք, x-ը պետք է հավասար չլինի 0-ի եւ x-ը պետք է հավասար չլինի 3-ի, բայց մենք ստացանք, որ x1-ը 1 է, x2-ը 9 է, ոչ 1-ը ոչ 0-ի է, ոչ էլ 3-ը։ Փաստորեն մենք ստացել ենք արմատներ, որոնք բավարարում են մեր թույլատրելի արժեքների բազմությանը, հա։ Այդ թույլատրելի արժեքների բազմությանն են պատկանում։ Եվ ուրեմն այս երկուսն էլ գնում է պատասխան։ Ուզում էր լուծել հավասարումը, մենք գտանք այդ x-երը պատասխան 1, մյուսն էլ 9։ Ու եկեք իհարկե ստուգելու կարիք չկա, որովհետև ոչ մի ինչ-որ ոչ նշանակում ենք արել, ոչ ինչ-որ համարժեք հավասարում ենք լուծել, հենց իրան ենք լուծել, թույլատրելի արժեքների բազմությանն էլ պատկանում են, այսինքն հենց այս երկուսն էլ կլինեն հենց լուծումները։ Վերջ, այս փոքրիկ տեսանյութը այսքանով ավարտենք, շնորհակալություն ուշադրության համար, հարցերի դեպքում գրեք մեկնաբանությունների բաժնում, սպասեք հաջորդ 647 համարի աստղանիշով վարժությանը, մնաք բարով։